Այս գորգը մոտ 100 տարի առաջ գործել են հայ որբուհիները Ղազիրի որբանոցում։ 1920-ականներին Լիբանանի Ղազիրի որբանոցում հայ որբերի հյուսած գորգն է, որ Հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտին է նվիրաբերել Կալիֆոռնիայի նահանգային համալսարանի ուսուցիչ դոկտոր Վահրամ Շեմասյանը։ Նվիրատուն այն ձեռք է բերել էլեկտրոնային բաց աճուրդում։ Գորգը գործել են Մերձավոր Արևելքի ամերիկյան որբանոցում 1923-ին ստեղծված գորգագործական ֆաբրիկայում, որտեղ 6 տարիների ընթացքում ավելի քան 3200 գորգ են հյուսել։ Թանգարանի հավաքածում ունենք արդեն 2 այսպիսի նմանատիպ գորգեր, որոնք բուսածաղկային հորինվածքով են եւ սպահան տեսակի գորգ են համարվում։ Ուղիղ 100 տարի առաջ էլ այսպիսի մի գորգ Ղազիրի հայ որբուհիները նվիրաբերել են ԱՄՆ 30-րդ նախագահին։ 1925 թվականի դեկտեմբերին հենց որբուհիների գործած գորգը նվիրաբերվեց Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Քևին Քուլիջին եւ երկար ժամանակ այն գտնվում էր Սպիտակ տանը եւ հայտնի էր որպես որբ գորգ մականունով։ Հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտի ֆոնդը համալրվել է նաև մեկ այլ նվիրատվությամբ։ Մուսալերան հերոսամարտից հետո Պորտսայդ տարհանված հայ գաղթականների մոտ 60 բնօրինակ լուսանկարներն են, որ ամերիկահայ Քրեյգ Սիմոնյանն է ժառանգել թանգարանին։ Լուսանկարները համարակալված են, մի մասի դարձերեսներին էլ կան գրություններ հայերեն ու անգլերեն։ Նկարների մեծագույն մասը, այսինքն մոտ 90%-ը երբևիցե տպագրված չի եւ անգամ գիտական հանրությանը ծանոթ չէր։ Սրանով է պայմանավորված լուսանկարների բացառիկությունը։ Լուսանկարները շուտով կտպագրվեն նոր հետազոտության մեջ, այսինքն անցնելու են գիտական մշակում եւ տպագրվելու են։ Երբ ջարդերը սկսվել են, գյուղացիները լեռն են բարձրացել 53 օր ինքնապաշտպանվել, այնուհետև ֆրանսիական նավերին ազդանշան ուղարկել ու փրկվել։ Լեռան վրա կյանքը, ֆրանսիական նավերի ժամանումը դրվագ առ դրվագ ներկայացված են լուսանկարներում։ Այստեղ անգամ պատկերված են հոգևորականների լուսանկարներն ու ծիսական արարողություններ։ Հոգևորականների թերևս ամենահայտնի լուսանկարը, որը տպագրվել է 1915 թվականին The Graphic 30-ի համարում, որը լուսաբանում էր մուսալերան ինքնապաշտպանությունը եւ Պորտսայդ ապաստանած հայ գաղթականների կյանքը։ Այս լուսանկարը միակն է, որ տպագրվել է։ Լուսանկարներից բացի նվիրատվությունների մեջ են նաև ցեղասպանությունը վերապրածների հուշագրությունները։ Հարություն Գամպուրյանի հուշերն են, որը փոխանցել են Հունաստանից նրա ժառանգները։ Հարություն Գամպուրյանը 16 տարեկան էր, երբ սկսվեց Զմյուռնիայի հայերի կոտորածը, հայ տղամարդկանց հետ ինքը նույնպես գերեվարվեց եւ գերեվարության մի քանի ամիսների ընթացքում իր կրած տառապանքների պատմությունն է։ 1920-ից 30-ականների հուշագրությունը չափազանց մանրակրկիտ է։ Այստեղ գրողի ապրումներն են, ցավն ու մղձավանջները։ Հուշերը այժմ թանգարանի գիտաշխատողները մշակում են, առաջիկայում կտպագրվեն։ Թանգարանի յուրօրինակ նվիրատվությունների շարքը համալրվել է նաև այս անվերնագիր քանդակով։ Ալեքսան Խաչատրյանն է հեղինակել Աստված Անրի Վերնոյի Մայրիկ ֆիլմից։ Ճյուղերից կախված, պայտած ոտնաթաթեր են։ Սվետլանա Ավդիշյան, Վահան Գուլոյան, ժամը լրատվական։